Ես ամեն ինչ անում եմ Փառք Աստծո։ Գերինի եմ հոտ եմ հնձում, հոտն եմ հավաքում, ջուր եմ անում, այնինչ հնարավոր է տան մեջ անում եմ, աշխատանքն ինձ կոփում է։ Ես միշտ Գոհարին ասում եմ, այն օրը որ մի թեթև աշխատանք եմ անում, ես շատ լավ եմ, բայց որը որ գործ չեմ անում, հիվանդ եմ։ Դրա համար ես խորհուրդ կտամ բոլոր թոշակառուներին, թոշակը ոչ թե ստանալու նստել, այլ թոշակը պետք է ստանալ աշխատել, ձգտել մի աշխատանք գտնել, զբաղվել աշխատանքով։ Իսկ աշխատանքով զբաղվում ենք հենց գերակեցության հիմնական ճյուղերից մեկն է։ Գարնանա, ամռանը ինչ պլաններ ունեք, այգում ինչ ունեք անելու, ինչ եք պլանավորում։ Այգում նախ գարունը ծառայետն է կատարվում։ Դուք անելու եք, դուք եք անում։ Ես մասնակցում եմ, ուրիշներն են բան անում, հետները ես մասնակցում եմ։ Ջերին մասնակցում եմ, խոտ հնձին մասնակցում եմ, խոտը հավաքում, կուտակում, հրդեհում եմ, պարապ չեմ նստում ես, ենա ցած կշտեք ցույց կտամ էլի, այդ գործիքները։ Ես որ պարապ նստեցի, ուրեմն հիվանդանալու եմ, կմեռն եմ, պետք է աշխատեմ։ 100-ից հետո էլ։ Հաճույք եմ ստանում, այն որ օրինակ առավոտները ես վեր եմ կենում, համարյա թե սենյակ չեմ գալիս, ամբողջ օրը ինձ համար քայլում եմ։ Ես ժամացույց եմ, կապում եմ թևս, քայլերը ցույց է տալիս։ Օրը 2000-ից 3000 քայլ կատարում եմ։ Խելացի ժամացույց ունեք։ Հա։ Smartwatch։ 2 հատ ունեմ, հետ բան այլ։ Սխալ բաներ ա ցույց տալիս։ Այլան ճնշում սխալ ա ցույց տալիս։ Թոշակից հետո աշխատեցիք։ Թոշակից հետո ես Հայաստանի կառավարության կողմից ստացա անհատական թոշակ։ Անհատական թոշակառուն ազատվում էր բոլոր տեսակի պետական հարկերից։ Այդ արտոնությունից ես օգտվեցի մինչև 91 թվականը, այդ նոր կարգերի հաստատումը։ 91 թվականին պաշտոնական գրություն եկա, որ ձեր անհատական թոշակառուի իրավունքները վերացել է։ Ասու ուրախ եմ, ոչինչ։ Անհատական թոշակ ես ստանում եմ որպես սովետական իշխանության տարիներին հասարակական քաղաքական աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար։ Մտածում եմ, որ խորհրդային տարիներին երբեմն լինում էր անձնագիրը փոխում էին, տարիքը փոքրացնում էին, որովհետև անհնար է հավատալ, որ դուք այս մտքով, այս տեսքով, այսքան աճելի զրուցակից եւ 102 տարեկան։ Ես մարզպետը եւ քաղաքապետը դե իմ հարամյակը պետք է նշեին։ Ասին վարոս պապ, ծննդյանը կական դեր անպայման մենք չտեսնենք, դարան ծննդյանը կական հին պահել է մինչև հիմա։ Մեզ էլ ցույց կտաք։ Կտամ իհարկե։ Նայեցին ամեն ինչ։ Քաղաքապետն ասա վարոս պապի, քո հարամյակը ես եմ անցնելու։ Մի 40 հոգի քո կողմից կբերես, մյուս արդեն բոլոր տեղերից եկել էին, Հայաստանի Հանրապետական վետերանների միությունից, Ռուսաստանի դեսպանությունից, զինված ուժերից, Բաղարանատրյատից, 5-րդ կորպուսից, վերջը, Ամերիկայից էլ էր թորս եկել հասել ստեղ, նկարանողներ եկել էին, միր հեռուստաընկերությունից եկել էին, եկան ինձ, գերինդեով խաղանել է բանը սաղ, նկարեցին տարան։ Ես գոհ եմ, շատ գոհ եմ իրենցից։ Շրջանի համարյա թե դպրոցների 80% բոլոր դպրոցներում հանդիպում եմ ունեցել երեխաների հետ։ Ես ուրախանում եմ, որ երեխաներին ներկայացնում եմ հայրենական պատերազմի մասին։ Երեխաներն էլ ուրախանում էին իմ ասածներով եւ ծափարում էին։ Ինչ խորհուրդ կտաք ձեր տարեկիցներին, քիչ են մնացել 100-ն անց մարդիկ, եւ հատկապես թոշակի անցած մարդկանց, երկրորդ շնչառության, որ թիրախում են 70 տարեկաններին 80, ինչպես ապրեն կյանքը, որ առողջ ապրեն, ոտքով ձեռքով լինեն, հետաքրքիր կյանք ունենան։ Թոշակը դա այն չէ, որ մարդը պետք է աշխատանքից զրկվի։ Կարող է եւ թոշակ ստանա եւ աշխատի։ Ես թոշակի եմ անցել Փառք 83 թվին անցա թոշակի, բայց մինչև 2003 թվին աշխատեցի։ Թոշակ էի ստանում եւ աշխատում էի։ Թոշակառուն
որ նստես տանը, քեվանդանա երկար չի ապրի, նա պետք է աշխատի, մի աշխատանք գտնի աշխատի, մարդ պետք է միշտ կապված լինի հասարակության հետ, ես թոշակառու եմ, բայց շրջանում ինչպիսի միջոցառում լինում, բոլոր միջոցառումներին մասնակցում եմ ես, պարտադիր կարգով։ Սոցիալական շփումների կարևորությունն եք նշում։ Դպրոցերում կազմակերպվում են հանդիպումներ, ես մասնակցում եմ, աշակերտները գալիս են ինձ մոտ, ես լայն կապերի մեջ եմ սահմանապահ ուղեկալի հետ, բոլոր միջոցառումներին ինձ հրավիրում են։ Ես ելույթ եմ ունենում այնտեղ, պատրանիչների առաջ, իմ փորձն եմ իրենց ներկայացնում, նամանդ հայ ժողովրդին, խաղաղությունը օդ ու ջրի պես պետք է։ Մենք շրջափակված ենք, Տշտամի չեմ ասում, էլի, այնպիսի պետություններով, որոնք չեն ցանկանում Հայաստանի գոյությունը, թող խաղաղություն լինի, մեզ խաղաղությունն է պետք առաջարտին, խաղաղություն որ եղավ ամեն ինչ լավ կլինի, ժողովուրդները առաջապես թող ապրեն հաշտ ու խաղաղ, սովետի մասին եք խոսում, իրոք սովետական միությունը ժողովուրդների բարեկամության երկիր էր, բոլոր ժողովուրդները, եղբարաբար, ով իրանք ուներ մեկին մի բան ասելու, դա շատ լավ էր։ Զարգացման բերեց։ Եվ առողջություն եմ ցանկանում, աշխարհին խաղաղություն և առողջություն, ուրիշ բան պետք չի, մի կտոր հացը կճարենք կուտենք։ Ամեն ինչ կարող ենք մենք ճարել, ստեղծել, բայց խաղաղությունը և առողջությունը դա անգնահատելի բան է, թող աշխարհին խաղաղություն լինի, մաղթում եմ մեր տարեցներին, երկրորդ շնչառության մասնակիցներին, երկար տարիների կյանք, համերաշխություն և համբերություն։ Շնորհակալ եմ շատ, ապրեք։ Երկրորդ շնչառությունը 60-ից հետո էր, թե 100-ից հետո էր։ Ես գտնում եմ, որ երկրորդ շնչառություն պետք է լինի 100-ից հետո։ Այդ 60-70 դրանք ավելորդ բաներ են։ 100 տարին որ հասել է, դա նորը սկսում է երկրորդ շնչառությունը։ Վերջ, ոնց ասել եք։ Հա, թե ինչ, 60 տարեկանին բերել են երկրորդ շնչառությունը, ումն է պետք է։ Այն առաջի շնչառության մեջ է դեռ։ 100 տարին լրացած են, նոր պետք է մեծարել։ Օրինակ, Երևանի քաղաքային կոմիտե լավ բան որոշեց։ Երևան քաղաքի բոլոր 100 տարեկաններին 1 միլիոն ռուբլի գումար տալ։ Դա լավ է, բայց մեզ ով պետք է տա բա։ Քաղաքապետին, մարզպետին ասեք մյուս հանդիպմանը։ Մարզում քանի հոգի կա 100 ավելի։ Ամբողջ ռայոնում քան Արարատի մարզում։ Արարատի մարզում հայրենական պատերազմի մասնակից մենակ ես եմ։ Ամբողջ Արարատի մարզում։ Այդ մի վետերանն եմ մնացել։ Այդ մի միլիոնն է, էլի։ Թող պահե։ Հա, թող պահե։ Տեսնենք հալա ինչ կլու 80-ամյակն է գալիս։ Մայիսի 9-ին հայրենական պատերազմի ավարտի 80-ամյակն է։ Տեսնենք Պուտինը հայտարարեց ամեն մի հայրենական պատերազմի մասնակցին մենք տալիս ենք 500,000 ռուբլի ռուսական գումար։ Բայց մեզ կհասնի այդ գումարը, թե միայն Ռուսաստանի Դաշնության տերիտորիայի վետերաններ են կլինի, չգիտեմ։ Կտան չեն տա ինչ անենք, շնորհակալ ենք։ Հրաշալի է, շատ շնորհակալ եմ այս զրույցի համար, բարության համար, հյուրընկալության համար։ Շնորհակալ եմ։ Հիմա իշտենք ներքև, ձեզ ցույց տամ ինչ իմ կյանքը ներքևն է, ստեղ չի։